Ներկայացնում եմ ստորջրյա մշակութային ժառանգության պաշտպանության մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2001 թվականի կոնվենցիան վավերացնելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որը լայն հնարավորություններ է ընձեռում անդրադառնալ մշակութային ժառանգության ևս մի կարևոր շերտի, որն է ստորջրյա մշակութային ժառանգությանը եւ մաս կազմելով համապատասխան միջազգային հարթակին, նաեւ արդյունավետ գործիքակազմ ներդնել մշակութային ժառանգության այս կարևոր բաղադրիչի շուրջ աշխատանքի ուղղությամբ եւ հատկապես պիտի կարևորեմ կարողությունների զարգացման հնարավորությունները, որովհետեւ իրականում խոսում ենք մշակութային մի շերտի մասին, որը պահանջում է թե հատուկ գործիքակազմ, թե հատուկ կարողություններ եւ կարծում եմ, որ այս իմաստով միջազգային համագործակցությունը ուղղակի այլընտրանք չունի։ Խնդրո առարկա կոնվենցիան ընդունվել է 2001 թվականին, ուժի մեջ է մտել 2009 թվականին եւ այս պահին արդեն ակնհայտ է, որ այդ կոնվենցիային միանալը նոր հնարավորություններ է բացում երկրների համար, քանի որ կոնվենցիայի նպատակն է ապահովել եւ ամրապնդել ստորջրյա մշակութային ժառանգության պաշտպանությունը միջազգային համագործակցության, գիտական հետազոտությունների, տեղեկատվության փոխանակման, կրթության եւ մասնագիտական կարողությունների զարգացման միջոցով։ Կոնվենցիայի համաձայն ստորջրյա մշակութային ժառանգություն են համարվում մարդկային գոյության մշակութային, պատմական կամ հնագիտական բնույթի բոլոր այն հետքերը, որոնք առնվազն 100 տարի շարունակ կամ մասամբ կամ ամբողջությամբ պարբերաբար կամ մշտապես գտնվել են ջրի տակ։ Դրանք կարող են ներառել հնագիտական հուշարձաններ, կառույցներ, շինություններ, բնակավայրերի մնացորդներ, նավեր, նավաբեկություններ, օդանավեր, դրանց մասեր, պատմական առարկաներ, ինչպես նաև մարդկային գործունեության այլ նյութական վկայություններ։ Կոնվենցիան սահմանում է, որ մասնակից պետությունները անհատապես կամ համատեղ ըստ անհրաժեշտության ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները ստորջրյա մշակութային ժառանգության պաշտպանության համար, կիրառելով այդ նպատակով առկա լավագույն գործնական միջոցները եւ միջազգային մասնագիտական չափանիշները։ Հայաստանի Հանրապետության համար, ինչպես արդեն նշեցի, կոնվենցիային միանալը կարևոր նշանակություն ունի ինչպես մշակութային ժառանգության պահպանության, այնպես էլ միջազգային համագործակցության տեսանկյունից եւ ոլորտի փորձագետների գնահատմամբ Սևանա լճում եւ Հայաստանի Հանրապետության մի շարք այլ ջրային ավազաններում առկա են կոնվենցիայով պաշտպանության ենթակա մշակութային շերտեր, որոնց ուսումնասիրության եւ իրավական կարգավորման հետ կապված հարցերը պահանջում են նաեւ համապատասխան միջազգային չափանիշների կիրառում։ Պետք է ասեմ, որ ինչպես որ ընթացակարգով նախատեսված է, շրջանառված է այս փաթեթը եւ մենք ունենք նաեւ Սահմանադրական դատարանի 2026 թվականի մայիսի 26-ի որոշումը առ այն, որ կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են սահմանադրությանը։ Պետք է նշեմ, որ ինչպես արտաքին գործերի նախարարության գործընկերներն են նշել, կոնվենցիային միանալը կարող է դրական ազդեցություն ունենալ նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային եւ բնական ժառանգության պահպանության մասին կոնվենցիայի միջկառավարական կոմիտեում Հայաստանի Հանրապետության տեխնոլոգիական առաջմղման գործընթացների տեսանկյունից, ինչը նշանակում է, որ նաեւ մի շարք այլ դրական ազդեցություններ կարող է ունենալ այս կոնվենցիայի վավերացումը մեր երկրի համար, ուստի առաջարկում եմ կողմ քվեարկել։ Շնորհակալություն։